Առհասարակ ինչպես սկսվեց ամեն ինչ, ոնց հայտնվեցիք այստեղ։ Ինչպես գիտեք, կարող եմ մի քիչ դանդաղ խոսամ։ Խնդիր չկա։ Այս օրերին Կոմիտաս 5 հասցեում տեղի է ունենում բնակիչների բողոքի ակցիան, որին միացել են նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, քանի որ այնտեղ տեղի է ունենում շինարարություն, որը խոչընդոտում է այդ բնակիչների իրավունքները։ Այսօր նույնպես տեղի է ունենում բողոքի ակցիա։ Բողոքի ակցիայի շրջանակներում, ինչպես միշտ, ոստիկանությունը սկսեց իրականացնել ու կիրառել բռնություններ հավաքվածների նկատմամբ։ Ուրեմն մենք վերջի օրերին նկատում ենք, որ ոստիկանությունը ընտրել է մի գործելավուժ, որ գնում է բացահայտ բռնությունների սադրանքի, այսինքն միանգամից մարդկանց ստանում են ոստիկանության բաժիններ, այս օրերին նաև Երևանի քաղաքապետարանի դիմացից մի քանի անգամ տարան ակտիվիստների, այսօր բազմաթիվ մարդկանց տարան Արաբկիրի ոստիկանության բաժին, եւ այդ պարագայում ուրեմն ինձ նույնպես բռնի կերպով նստացել են ոստիկանության ավտոմեքենա եւ ավտոմեքենայի մեջ երկու ոստիկաններ իմ նկատմամբ կիրառել են բռնություններ, այսինքն խփում էին դեմքից, այսինքն փորձ կատարվեց խեղդել, հնչում էին սեռական բնույթի հայհոյանքներ, այսինքն ամեն ինչ արվում էր, սադրվում էր, որպեսզի ես պատասխանեմ։ Պարզ է, որ ես չեմ պատասխանել, ես ընդամենը ասել եմ այդ հայհոյանքներին, որ այն ամենը, ինչ դուք ինձ եք ասում, ձեր ծնողներին, ձեր երեխաներին լինի։ Եվ ավտոմեքենայի մեջ այդ ընթացքում հարվածներ են տեղի ունեցել եւ ինձ տարել են Արաբկիրի ոստիկանության բաժին եւ այնտեղ, քանի որ իմ վիճակը շատ վատ է, շտապ օգնության ավտոմեքենայով տեղափոխել են այստեղ։ Այստեղ ձեզ ինչպես են վերաբերվել, ինչ են հայտնաբերել։ Ուրեմն չնայած բազմաթիվ իմ վրայի վնասվածքների, այստեղ բժիշկները հայտարարեցին, որ որևէ բան չկա, պարզ է, թե դա ինչու է տեղի ունենում, այսինքն քանի որ Հայաստանում առկա է ռեժիմ, ոչ միայն ոստիկանությունն է իրականացնում ապօրինություններ, նաև բժիշկները, խնդիրը բժիշկների վերաբերմունքը չի, պարզ է, որ բժիշկ է, բայց ինքը հենց որ ասենք ակնհայտ բանը փորձում է կոծկել, ուրեմն ակնհայտ է, որ ինքը իրականացնում է պատվեր։ Իսկ գիտեք անուն ազգանուններ, որ բժիշկն է կոնկրետ։ Չէ, ես ի վիճակի չէի, որպեսզի ֆիքսեմ։ Հասկանալի է։ Հիմա ձեզ ո՞նց եք զգում։ Այդքան էլ լավ չեմ զգում։ Պատրաստվում եք, ասենք դատարանում այս իրենց արած գործողությունները։ Ես հայտարարել եմ, որ պահանջում եմ, որպեսզի քրեական գործ հարուցվի, առավել եւս ես կարող եմ դեմքով ճանաչել այն ոստիկաններին, որոնք ինձ ծեծի են ենթարկել, եւ պարզ է, որ իմ փաստաբանները բոլոր աճաններով իրականացրել են իմ շահերի պաշտպանությունը եւ իմ իրավունքների վերականգնումը, որպեսզի բոլոր մեղավոր անձիկ ենթարկվեն պատասխանատվության։ Շատ լավ։ Ես ուզում եմ Արգիշտի Կիվիրյանի վիճակի մասին ստանալ պրոֆեսիոնալ մասնագիտական կարծիք։ Միած կանչեք, հա, այստեղ հերթապահ։ Հերթապահ բժշկին խնդրում եմ ռեանիմացիայի շտաբ կանչեք։ Ես մի քիչ առաջ համոզում եմ, որ ինքը ներսում է Արգիշտի Կիվիրյանը, այն դեպքում, երբ որ Արգիշտին դիմացս կանգնած է։ Կանչեք, հա, հերթապահ։ Հիմա խնդրում եմ ինձ ներկայացրեք Արգիշտի Կիվիրյանի վիճակը ինչպես է եւ ինչ է կարգանագրել որպես մասնագետ։ Прямо Аргиштин, его привезли как травма. Больной был обследован всеми специалистами, начиная с грудного хирурга, травматолога, уролога, нейрохирурга, хирурга, УЗИ, рентгенография. Были сделаны всевозможные рентгены, которые назначили каждый специалист. То есть специалист в области грудной хирургии назначил рентгенографию органов грудной клетки, нейрохирург череп-шею, весь отдел позвоночника, начиная с шейного отдела до поясничного, был
снят рентгенологически, костно-травматических повреждений не обнаружено. В настоящее у больного имеются небольшие ссадины в области лица, других костно-травматических повреждений нет. Больному было предложено находиться под динамическим наблюдением в отделении, чтобы через некоторое время посмотрел снова нейрохирург. В смысле, может быть, какие-то жалобы, которые сейчас еще нет, чтобы через несколько часов. Больной отказывается от нахождения в отделении реанимации, написали расписку и идут домой. Ասեք ինչ դեղորայք եք ներարկել եւ ինչ Значит, симптоматик терапия, այսինքն ցավազրկում, սկզբից ցավազրկել, инфузион терапия եւ симптоматик. У нас не было таких явных признаков чего-то. Если кровотечение было бы, естественно, сделали бы то, что при кровотечении. Не было таких явных каких-нибудь патологических явлений. Հասկանալի, այսինքն դուք գնահատել եք, որ ոչ մի վտանգ եւ կյանքին Այս պայն ոչ մի վտանգ եւ կյանքին չկա, բայց ես գնահատել եմ ասում, я рекомендую, чтобы больной остался под динамическим наблюдением. Ինքը դուք հարկ եք համարում, որ ինքը պարկի է այստեղ։ Հա, բայց կինը ուզում են իրան տանեն, եկան требуют выписки. В таком случае мы же не можем держать. Они пишут расписку и берут. Но в любом случае, даже если они сейчас выписываются, что-нибудь, какие-то признаки есть, например, тошнота, может быть, что-то будет, боли усилиться и так далее, мы в любом случае можем в любой момент принять его. Я, шнурокально.